Դոնեցկի մոտակայքում մալայզիական Boeing-ը ոչնչացրել են անջատողականները, հայտարարում է Հայաստանում Ուկրաինայի դեսպանը։ Նրա խոսքով ուկրաինական կողմն անհերքելի ապացույցներ ունի։ Ուկրաինան փաստեր ունի, որ ինքնաթիռը խփել են անջատողականները, պարսատիկով ինքնաթիռ կործանել հնարավոր չէ, դա ժամանակակից զինատեսակով է արվել։ Ուկրաինան պատրաստվում է այդ ապացույցները հանձնել ողբերգությունը հետաքննող միջազգային հանձնաժողովին։ Դեսպանը ասում է, մեկ անգամ չէ, որ անջատողականները համացանցում պարծեցել են, թե ուկրաինական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ են խփել, բայց մալայզիական ինքնաթիռի ոչնչացումից հետո հայտարարեցին, թե դրա հետ կապ չունեն։ Դեսպանը կարծում է, ավիավթարից հետո զինյալները միտումնավոր էին խոչընդոտում պաշտոնական անձանց մուտքը տարածք։ Ոչ ոք առաջին ժամերին չէր կարողանում մոտենալ տարածքին, կարծում եմ անջատողականներն ինչ-որ բան էին թաքցնում, հենց դրա համար էին սկզբնական շրջանում խոչընդոտում Ուկրաինայի կառավարության եւ այլ պետությունների ներկայացուցիչների մուտքը տարածք։ Ուկրաինան շահագրգիռ է օդանավի կործանման պատճառների օբյեկտիվ քննությամբ, ուզում է օր առաջ բացահայտվեն ողբերգության մանրամասները, ասում է դեսպանը։ Նա կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները մեղմ են։ Դա հայտարարում է ոչ թե որպես դեսպան, այլ քաղաքացի։ Կուխտան հերքում է լուրերը, թե ռուսախոս բնակչությունը Ուկրաինայում ճնշումների է ենթարկվում։ Այդպիսի բան չկա։ Կիևում եւ ամբողջ Ուկրաինայում շատերը այսօր էլ հանգիստ խոսում են ռուսերեն եւ ոչ մի խնդիր չկա։ Ես ինքս ուկրաինացի եմ, կինս ռուս եւ մենք երբեք չենք կիսում մեր երեխաներին։ Ինչ վերաբերում է հայ-ուկրաինական հարաբերություններին, ապա Իվան Կուխտայի խոսքով դրանք զարգանում են բոլոր ոլորտներում։ Ըստ նրա, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը հազիվ թե խաթարի տարիների պատմություն ունեցող տնտեսական համագործակցությանը։ Ազնիվ Կարապետյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։